Բարև ձեզ սիրելի լրագրողներ, բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք այս ասուլիսը լուսաբանելու։ Ես այսօր կպատասխանեմ 3 հիմնական հարցի։ Առաջինը, որոնք են մեր երկրում առկա խորքային խնդիրները, եւ դրանից հետո կնշեմ, թե ով կարող է լուծել այդ խնդիրները, ինչ որակներ ունեցող մարդիկ, եւ ինչպես պետք է լուծվեն այդ խնդիրները ու որն է իմ օրակարգը։ Նախ առաջինը ուզում եմ հստակ ասել, որ այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածված է մրցավազքի։ Մի խումբ մարդիկ մեր խնդիրների պատճառներն են եւ մեկ այլ խումբ մարդիկ անկարողներ են ուղղակի, որոնք եկել են այս առկա խնդիրները, կուտակված խնդիրները իբր թե լուծելու, բայց դրանք ավելի են անընդհատ խորացնում։ Եվ ստացվել է այնպես, որ մեր երկրում առկա է փակ համակարգ, փակ շղթա։ Քաղաքական համակարգը երկու թևեր ունի։ Ամբողջությամբ մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը նախկին նախագահների համակարգը, նախկին նախագահները։ Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից, եւ այս երկու համակարգերը իրար ուժեղացնում են։ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության, նախկին նախագահների ատելության վրա, նրանց ժամանակ թույլ տված սխալներից ելնելով, ու հիմա էլ երկիրը պահում է ատելության ու թշնամանքի այս փակ շղթայի մեջ։ Եվ այս փակ շղթան նաև այնպես է ստացվել, որ այս երկու համակարգերը, նախկին նախագահները եւ Նիկոլ Փաշինյանը, առանց իրար գոյություն ունենալ պարզապես չեն կարող։ Եվ այսպես երկիրը մշտապես մնացել է անցյալում։ Այս ամենի արդյունքում նաև անգամ ինչ է ստացվում, անգամ ամենաաբսուրդային բաները, որոնք մեր երկրի անվտանգության, մարտահրավերների տեսանկյունից ուղղակի կործանարար են։ Մի մասը մեզ ծիրանով տանում է դեպի Բելարուս, մի մասը մեզ ուզում է Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայետ, որպեսզի օտարները մեզ կարողանան թելադրել, թե մենք ինչ անենք։ Այս համակարգի պատճառն է, որ նախկին նախագահների եւ Փաշինյանի վեճը վերածվել է այն աստիճան, այնպիսի դրսևորումներ է ստացել, որ օրինակ մի կողմից հայտարարվում է, որ պատերազմը հրահրել է Փաշինյանը, ինչը թեկուզ մենք որքան էլ իմանանք, որ դա իրականություն է, բայց այդպիսի բան ինչպես կարելի է հայտարարել, որտեղ դա Հայաստանը բոլորովին այլ կերպ է ներկայացնում։ Մյուս կողմից էլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի զինվորները ինչու են ծառայում Հայաստանից դուրս։ Սա էլ նույնպես էլի երկու հայտարարություններն էլ մեր պետական շահերին հակասող հայտարարություններ են։ Իսկ իրականությունը հետևյալն է, ստացվել է, որ մենք ունենք 60-ից 70% մեր քաղաքացիներ, որոնք պարզապես չեն մասնակցում որոշումների կայացմանը, քաղաքական որոշումների կարևորագույն որոշումների կայացմանը մեր երկրում։ Այսինքն, նրանք ինչ է արված։ Այս համակարգի արդյունքում քաղաքական համակարգի, որը ձախողված է, մարդիկ պարզապես հուսահատության մեջ են հայտնվել եւ ընդհանրապես չեն էլ գրում ընտրությունների։ Սրանից է հենց նաեւ գալիս։ Եվ ես ուզում եմ ասել նաեւ, որ ես հավակնում եմ դառնալ նրանց ձայնը։ Եվ ուզում եմ նաեւ դիմել մեր քաղաքացիներին, որ մենք եկել ենք ասելու, որ մենք դառնալու ենք ձեր ձայնը, եւ մենք բոլորով միասին կտրելու ենք, ճեղքելու ենք այս համակարգը, որը իմ համոզմամբ առնվազն վերջին 5 տարիները, եթե ոչ ավել, ուղղակի թունավորում է մեր քաղաքական համակարգը։ Հիմա տեսեք նաև ինչ է տեղի ունենում։ Մենք այսքան շրջում ենք գյուղերով ու քաղաքներով, չէ՞։ Մեր քաղաքացիները մեզ մշտապես ասում են. մենք կամ գործ ունենք գողերի կամ անկարողների հետ։ Եվ երկու պարագայում էլ մենք անընդհատ մնում ենք այդ փակ շղթայի մեջ։ Եվ այնինչ տեսանք մենք վաղար շաբաթում, իմ կարծիքով դա քաղաքական համակարգի ձախողված քաղաքական համակարգի արդյունք է։ Եվ ինչքան էլ գնան քննարկեն, ով ինչքան ձայն հավաքեց, դե փաստը մնում է փաստ, որ Փաշինյանի ղեկավարությամբ ՔՊ-ն այսօր իշխանություն է ձևավորում վաղար շաբաթում։ Ես նաև գիտեք ինչն է հետաքրքիր, երբ ընտրությունը կամ մրցավազքը ՔՊ-ի կամ Փաշինյանի, այսպես ճիշտ է, Փաշինյանի եւ նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է դա։ Եվ ես ուզում եմ հստակ ասել, որ Փաշինյանի
իշխանությունը հիմնվում է 3 այսօր հենասյուն ունի, 3 հենասյուն։ Առաջինը, որոնց դեմ աշխատելով ձևավորում է օրակարգեր։ Առաջինը նախկին նախագահներ, երկրորդ եկեղեցի, երրորդ ռուսներ։ Ռուսներից նրանք ունեն սարսափելի վախ, Փաշինյանը անձամբ չի խոսում ռուսների դեմ, այլ հանձնարարում է պատգամավորներ են խոսում, տարբեր աջակիցներ են խոսում, բարձր արդյունքում ստացվում է նույն բանը։ Բայց արմատը մեկ է նախկին նախագահների այս ինստիտուտի վրա է նստած եւ ընդհանրապես նաեւ ակնհայտ է, որ մեր ժողովուրդը այս հարցին պատասխանել է։ Մեր ժողովուրդը հստակ ասել է, որ նախկին նախագահները իշխանության գալ չեն կարող։ Եվ ստացվել է այնպես, որ նախկին նախագահները սնուցում են ուղղակի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որտեղ նա սնվում է դրանից։ Գիտեք, ես չեմ ասում, որ նախկինում մինչև 2018 թվականը կամ պաշտոնաթող նախագահների օրոք որևէ լավ բան չի եղել։ Իհարկե եղել է։ Մենք բոլորս ապրել ենք այդ միջավայրում, իրողություններ են դրանք մեր եղել եւ տեսել ենք, բայց պետք է մենք ընդունենք 2018-ը ինչու եղավ։ Որքան էլ որ տարբեր խոսեն արտաքին միջամտություններ եւ այլն, բայց կային խնդիրներ, չէ՞, կային ձևավորված խնդիրներ եւ դրանք կուտակվել են ու դրանք նախագահներից որևէ մեկին վերագրել չի կարելի։ Դրանք 18 թվականի դրությամբ բոլոր 3 նախագահների ժամանակաշրջանի կուտակված խնդիրներն էին։ Նույնը ես ասում եմ նաեւ այսօր էլ լավ բաներ տեղի ունենում են, բայց դրանք դրվագային են եւ դրանք մեր երկիրը պարզապես հետընթացի մեջ են պահում։ Ես նաեւ ուզում եմ հստակ նշել, որ ԿՊ-ն ու Փաշինյանի իշխանությունը նեգատիվի իշխանություն է։ Նրանց ինքնությունը նեգատիվ է։ Սա այսպես նեգատիվ ինքնություն ունեցող իշխանություն է եւ ամբողջը կառուցված է ատելության շուրջ։ Ինչ են անում, մասնավորապես Փաշինյանի ու նրա իշխանության մասին է խոսքը, մարդկանց անընդհատ այս խնդիրների շուրջ զզվացնում են ուղղակի զզվացնում են, որ մարդիկ հոգնեն, զզվեն, հուսահատ վիճակում մնան ու չգնան ընտրությունների եւ սա հայտնվեն հուսալքության մեջ ու սա միայնում է միայն ձեռնտու է ԿՊ-ին այս վիճակը, որովհետեւ եթե մարդիկ քիչ են գնում ընտրության, ընդամենը այս արդյունքում օգտվում է բնականաբար քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ եւ իմ խոսքը նաեւ ես ուզում եմ ուղղել նախկին նախագահներին, պաշտոնաթող նախագահներին, ասել, որ պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին։ Եվ նաեւ ուզում եմ ասել հետեւյալը, քանի որ մեր ժողովուրդը հստակ այս հարցին պատասխանը տվել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության, եւ դա իմանալով մասնակցում են ընտրության, սա նշանակում է, որ դառնում են ուղղակի իշխանության ձեռքում գործիք։ Ինձ համար, եւ դա նաեւ ժողովրդավարական հասարակության կանոն է, որ նրանք դառնում են պարզապես ռեժիմի մաս այս պարագայում, որովհետեւ օգնում են Նիկոլ Փաշինյանին վերածվելու բռնապետի, որտեղ նա հիմնվում է, սնուցվում է միայն այս սխալներից։ Հիմա ես ուզում եմ նաեւ ասել, թե ով կարող է, ինչ որակներ ունեցող մարդը կարող է այս խնդիրները լուծել եւ ինչպես կարելի է դրան հասնել։ Նախ տեսեք, ինձ այս համակարգերից որևէ մեկը նախկին նախագահներից եւ Նիկոլ Փաշինյանը չեն աջակցում, հակառակը ընդդիմանում են եւ այդ ընդդիմախոսությունը շատ բացահայտ է դրսևորվում, երբ մենք գնում ենք թեկուզ մեր այցերի ժամանակ ենք զգում, հրապարակային դաշտում ենք զգում, մի դեպքում հրապարակային է արվում, մի դեպքում լուրջ սպասում են, թե ինչպես ենք պարտվելու եւ առհասարակ ձախողվելու։ Մի դեպքում, որը շատ ավելի տարածված է, սարսափելի բամբասանքներ են տարածված տարբեր, որտեղ նպատակն է քայքայել մասնակցությունը, իսկ պատճառը խորքային դարձյալ էլի այն է, ինչ ասեցի, եւ նաեւ այստեղ մի հետարքիր կարևոր բան եմ ուզում ընդգծել, որ ես ողջունում եմ այս ընդդիմախոսությունները, որտեղ դա մեզ առանձնացնում է իսկապես բոլորից եւ այո, ստացվում է, որ մենք նաեւ որպես ինքնուրույն անկախ ուժ ճիշտ նախաձեռնություն ենք արել։ Իսկ տեխնացուի կարգավիճակով ես ինչու եմ առաջադրվել
եւ առաջադրվելու են պաշտոնապես, որովհետեւ նախ ուզում եմ թվարկել որակներ, ես ունեմ կրթություն, որը ստացել եմ Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, ունեմ մասնագիտական փորձ, որ վերաբերում է, որ աշխատել եմ միջազգային ամենաբարձր ատյաններում որպես պատվիրակությունների ղեկավար, Հայաստանում ղեկավար պաշտոններում, Հայաստանում, Եվրոպայում, Աֆրիկյան պետություններում, Միջին Արևելքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այդ փորձը բնականաբար օգտագործելու եմ հանուն մեր երկրի զարգացման։ Ես նաեւ կարեւոր եմ համարում, որ այն բնավորությունը, որ ինչ բնավորության գծեր պետք է ունենա երկրի ղեկավարը, ուժեղ, կամային եւ կարողանա իրագործել այն որոշումները, որոնք կոնկրետ իրավիճակից բխում են։ Ես նաեւ ներկայացնում եմ նոր սերնդի ղեկավարություն եւ որովհետեւ մեզ անհրաժեշտ է նաեւ սերնդափոխություն։ Եվ հատուկ նաև ուզում եմ նշել, որ ես որպես վարչապետ ապահովելու եմ Հայաստանի երիտասարդության ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի կառավարմանը, մեր հասարակության ամենադինամիկ հատվածի, եւ ես հավատում եմ, որ մենք բոլորով հաղթահարելու ենք, մեր ապավինելով մեր ուժերին, ապավինելով ինքներս մեզ եւ ղեկավարվելով մեր հույսով ու հավատով, մեր ուժերով իսկապես հաղթահարելու ենք այս վիճակը, ես դրանում համոզված եմ։ Հիմա ինչպես վերջին մասին անդրադառնամ իմ ասուլիսի, ինչպես ի վերջո լուծել այս խնդիրները եւ որն է իմ օրակարգը։ Հստակ ուզում եմ 3 բան նշել. ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն եւ արդար երկիր։ Սրանք այն 3 հենասյուներն են, որոնք մեզ տանում են եւ տանելու են առաջ։ Մենք նախ եւ առաջ արտաքին քաղաքական բնագավառում խորացնելու ենք մեր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ համար վստահելի գործընկեր է։ Մենք վերցնելու ենք աշխարհի պետություններից լավագույնը, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում մեզ համար կարևորագույն նշանակություն է ունենալու կրթական համակարգը, բարձր տեխնոլոգիաների նվաճումները, պաշտպանության ոլորտի ինովացիոն նվաճումները եւ անվտանգության ոլորտի եւ մյուս բոլոր իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը եւ մյուս նաեւ կարեւորագույն արժեքներն ու համակարգերը որ կան։ Սրա հետ միասին մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրճատենք մեր կախվածությունը, առհասարակ վերացնենք, չի կարող լինել պետություն, որը կախված է մեկ շուկայից, մեկ երկրից, ինչպես տարիներ շարունակ եղել է։ Մենք նաև ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերացնենք Ռուսաստանի հետ Դաշնության հետ հարաբերություններում մեր առկա խնդիրները եւ կախվածության աստիճանը։ Մենք պետք է փնտրենք, սիրելի հայրենակիցներ, ոչ թե հովանավորներ, այլ մենք պետք է մեր սեփական հնարավորություններով գտնենք լուծումներ։ Մենք չպետք է ունենանք պետություն, որը չի կարողանում ապահովել ինքնուրույնաբար իր կարիքները եւ իր անվտանգությունը։ Եվ մենք չենք կարող լինել պետություն, որը ինչ որ մեկի արբանյակն է։ Անվտանգությունը լինելու է իմ թիվ խնդիրը, համար 1 խնդիրը, խնդիրների հարցերի հարցը, անվտանգության հարցը։ Առաջին օրվանից, երբ ես լինեմ վարչապետ, հենց առաջին օրը իմ հրամանով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը հանձնարարական է ստանալու 6 ամսվա մեջ ներկայացնել անվտանգության բնագավառի բարեփոխումների ծրագիր։ Այդ ծրագիրը անմիջապես սկսելու ենք իրականացնել եւ մենք առաջին 5 տարվա մանդատի շրջանակում հասնելու ենք մեր հակառակորդի հետ անվտանգության հարցում հավասարակշռության զսպան, իսկ հետո լիարժեք հավասարակշռության։ Որովհետեւ ես համոզված եմ, որ միայն այս կերպ, միայն ուժեղ լինելու շնորհիվ է, որ մենք կարող ենք ունենալ խաղաղություն։ Մենք մշակել ենք հստակ տնտեսական աճի ծրագիր, այդ ծրագիրը արտահանելի մոդելի համակարգ է, եւ մենք պետք է ունենանք մեր երկում իհարկե սոցիալական արդարություն, որը երկիրը պետք է հիմնված լինի գիտության բարձր նվաճումների վրա, ու պետք է մեր կրթական համակարգը ոչ թե լինի նորաձև, բայց փուչ, այլ իրական կրթական համակարգ, որը մեր քաղաքացիներին ձևավորում է իրական քաղաքացիներ եւ այնպիսի քաղաքացիներ, որոնք իրենց են կերտում իրենց կյանքը եւ ինքնուրույն են դա անում։ Մենք պետք է լինենք իհարկե նաև ամբողջական, նաև բարեփոխմանն է ենթակա մյուս համակարգերը, բուհական համակարգը, կրթական,
Իհարկե նաև այս ամենը պետք է արվի Սփյուռքի հետ միասին։ Եվ օրինակ անվտանգության համակարգում մենք առաջնահերթ աշխատելու ենք թե Հայաստանի մասնագետների հետ, թե նաև Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Ու նաև պետք է գնահատենք բնականաբար Սփյուռքի մեր հայրենակիցներին, նրանց վաստակը եւ ներդրումը։ Օրինակ, այդպիսի լուծումներից մեկը անմիջապես լինելու է օդանավակայանը անվանել Շարլ Ազնավուր օդանավակայան, որը կարծում եմ գնահատական է կարևորագույն։ Բացի այն, որ մասնագետների նաև հրավիրելով ենք անելու մյուս լուծումները։ Եվ հիմա գիտեք, ես վերջում նաև ուզում եմ մի կարևոր հարցի անդրադառնալ։ Տեսեք, ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահներին անընդհատ հրավիրում է բանավեճի։ Եվ ինքը այդ իր ատելության, թշնամանքի օրակարգից ելնելով վստահ է, որ արդյունքների հասնելու է։ Նախկին ժամանակների սխալները օգտագործելով եւ այլն, իհարկե մոռանում է, որ ամենամեծ նախկինը ինքն է, բայց ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հիմա ասեմ, որ պարոն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի։ Ցանկացած տեղ ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին կարող եք կանչել, որպեսզի ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի, հետևողական եմ լինելու այս հարցում։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը ուզում է, սիրելի հայրենակիցներ, որպեսզի դուք քվեարկեք դրա օգտին վախերից ելնելով։ Ես ասում եմ, որ խնդրում եմ, որպեսզի դուք քվեարկեք մեզ համար հույսի եւ հավատի համար, հզոր երկիր ունենալու հավատով։ Եվ ես ուղղակի հավատացած եմ, որ մենք հասնելու ենք դրան։ Շնորհակալություն, հիմա հարցեր եթե կան, պատասխանեմ։ Առավոտայեմ Էլեն Միրզոյան։ Պարոն Թաթոյան, վերջերս Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներն այցելեցին Բաքու, դրանից առաջ էլ ադրբեջանցիներն էին եկել Երևան։ Խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատման մասին։ Դա որքանով է իրատեսական համարում Ադրբեջանի այս քաղաքականության պայմաններում, երբ բանտերում են հայ գերիները, արցախցիների նկատմամբ տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ, նրանք չեն կարողանում վերադառնալու անվտանգ ապրել իրենց հայրենիքում, ադրբեջանական զորքերն օկուպացված են պահում Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը շարունակական տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Այս պայմաններում իրական խաղաղություն հնարավոր է ըստ ձեզ։ Շնորհակալություն, սա շատ կարևոր հարց է։ Իմ դիրքորոշումը ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ հայտնի է։ Ես ընդհանրապես ասեմ, որ այն մարդիկ, ովքեր գնացին Ադրբեջան եւ հիմա տարածում են ակտիվ ադրբեջանական ուղերձները, այդ մարդիկ ինձ համար Նիկոլ Փաշինյանի գործակալներն են, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներն են։ Ես այդտեղ որևէ պատասխանատվություն, տարբերություն չեմ տեսնում։ Եվ նրանք հիմա Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականությունն իրագործելով եւ անձամբ Փաշինյանը պատասխանատու լինելով դրա համար ավելի է բացում Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի մեր նկատմամբ ել ավելի մեծ վտանգավոր քայլեր ձեռնարկեն։ Իմ դիրքորոշումը սրա հետ կապված հստակ է։ Խաղաղության օրակարգի հետ կապված ակնհայտ է, որ Փաշինյանը ամբողջությամբ ձախողել է այդ օրակարգը։ Չի կարող մի երկրի ղեկավար, որ 3 պատերազմ, 3 պարտություն է բերել, նոր ցեղասպանություն է բերել, խաղաղության օրակարգից խոսել։ Սա հստակ է։ Խաղաղությունը այն է, ինչ իրականում մենք ենք առաջարկում։ Բայրակ Ֆարադյան, իրականում եմ լրատվական։ Պարոն Թաթոյան, դուք ասացիք, որ ձեր հիմնական, թիվ 1 օրակարգային հարցը անվտանգությունն է։ Բանակի մասով ինչ եք պատրաստվում անել, ինչպես գիտեք, պաշտպանական ոլորտում որոշակի ծախսերի հետ կապված փոփոխություններ են արվել ու ինչպես հայտնի նաև Նիկոլ Փաշինյանը հատկապես ասում է, որ օգոստոսի 8-ից հետո նոր իրավիճակ է ստեղծվել եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը խաղարկում է, ասում է, եթե իրենց չընտրեք, այսինքն մեզ չընտրեք, պատերազմ կլինի, վախեցնում է հենց դրանով եւ նաև ինչպես եք դուք պատկերացնում կանխել Ադրբեջանի հետ հարաբերությունների սրացումը, պատերազմը ավելի լավ, քան օրինակ դա կարող է անել քաղաքացիական պայմանագիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, սա ամենակարևորագույն հարցերից է։ Նախ հարց առաջին։ Ուրախ եմ, որ հարցրեցիք պաշտպանության բնագավառի կամ անվտանգության բնագավառի հետ կապված։ Ես արդեն ասացի, որ առաջին խնդիրը, առաջին օրվա հարցը լինելու է հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը, Սփյուռքի եւ Հայաստանից մասնագետների ներգրավման, որին տրվելու է հստակ 6 ամիս ժամանակ ներկայացնելու բարեփոխումների ծրագիր։ Դրանից հետո միանգամից նախաձեռնելու ենք այդ բարեփոխումների իրականացումը։
Հիմա կոնկրետ խոսենք, թե ինչպես է։ Մենք հնայի նկատմամբ պաշտպանության բնագավառի եւ անվտանգության համակարգի ծախսերը, բայց առանձնապես պաշտպանության, պետք է միջնաժամկետ մեր ժամանակահատվածում կրկնապատկենք եւ մեր հաշվարկով, մեր համոզմամբ դա լինելու է 8%։ Այսօր ընդամենը 8% եւ դրանից 30-ից 40%-ը մենք տրամադրելու ենք ռազմաարդյունաբերական համալիրի ծախսերին։ Այսօր ռազմաարդյունաբերական համալիրի ծախսերը կազմում են պաշտպանության բնագավառի ծախսերի 0. հաջորդ տարվա համար 53%-ը։ 1% էլ չի հասնում, պատկերացնում եք, 1% էլ չի հասնում։ Մենք դա հասցնելու ենք 30-ից 40%, այն դեպքում, երբ մեր հնայի տոկոսի չափը հնայի նկատմամբ լինելու է 8%։ Իսկ դա անգամ ԿՊ-ի ծրագրած բյուջեով կազմելու է տարեկան մոտ $1 միլիարդ։ Մենք սա ինչու եմ ասում, որովհետև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը, տեսեք, ինքը մեզ համար չպետք է լինի միայն ինքնաբավության նպատակ, այսինքն որ մենք մեզ պաշտպանենք, դա կարևոր է, բայց դա պետք է լինի նաև մեր տնտեսության գերակա ուղղություն։ Այսինքն մենք պետք է լինենք նաև այդպիսի արտադրանք արտահանող երկիր։ Սա ինչ վերաբերում է անվտանգության կամ պաշտպանության համակարգի բնագավառի ծախսերին։ Մյուս հարցը վերաբերում էր նաև թրիփին ամերիկյան։ Պես է օրինակ դուք պատկերացնում այդ Ադրբեջանի հետ հարաբերությունները, օրինակ եթե սրացում լինի։ Տեսեք, այս Ադրբեջանի հետ սրացում տանելու ամենակարճ ճանապարհը այսօր Փաշինյանի քաղաքականությունն է։ Երկիրը շարունակական թուլացման տանելը։ Սա ամենակարճ ճանապարհն է։ Մեր երկիրը պետք է լինի ուժեղ, ինքնաբավ եւ միակ ուժեղ պետությունն է, որ կարող է ապահովել խաղաղություն ու արդարություն։ Պատահական չի, որ մենք ունենք մեզ համար այդ կարևոր արժեքները։ Եվ այսքանն էր ձեր հարցերի հետ կապված, ճիշտ եմ հասկանում։ Շնորհակալություն։ Պարոն Թաթոյան, նախկին նախագահներին կոչ արեցիք, որպեսզի նրանք չմասնակցեն 26 թվականի ընտրություններին, այսինքն դուք բացառում եք որևէ կերպ ընտրություններից հետո նրանց հետ կոալիցիա կազմելը, համագործակցելը եւ շատ է խոսվում այս ընթացքում, որ ընդդիմադիր ուժերը պետք է մեկ միասնական թեկնածու ներկայացնեն եւ մեկ թեկնածուով մասնակցեն ընտրություններին, այս հարցի շուրջ ձեր դիրքորոշումը եւ շարունակելով անվտանգության թեման, ինչպես եք դուք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Այո, շնորհակալություն այս առաջին հարցի հետ կապված, տեսեք, քանի դեռ այս համակարգը կա, նայեք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես, վամպիրը գիտենք ինչ է, վամպիրի պես սնվում է նախկին նախագահների ժամանակահատվածի հարցերից։ Վամպիրը պես սնվում է, ուժեղանում է եւ սկսում է արդեն ռեպրեսիաներ, չգիտեմ, այն խախտումները, որոնք անում է, նրա քաղաքականությունը առհասարակ։ Իմ կարծիքով, քանի դեռ այս համակարգում, որը հիմնված է նստած է երկու թևերի վրա, քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են ընտրապայքարի, ընդդիմության միավորում ընդհանրապես հեռանկար չկա նման։ Որովհետև միշտ լինելու է նախկին ներկա, միշտ լինելու է Նիկոլ Փաշինյանի ուժեղացում եւ Փաշինյանին, տեսեք մի հետաքրքիր նաեւ կարեւոր բան կա։ Փաշինյանին ձեռնտու է, որպեսի նախկին նախագահները մասնակցեն ընտրության։ Փաշինյանը նախկին նախագահներից է ուզում դարձնել իրեն ընդդիմություն։ Որտեղ ինքը նախկին նախագահներին չէ կարողանալու գնալ ասել, այ այսինչը չէ կարել, այսինչը այսպես։ Հələ մի հատ Փաշինյանին ես հրավիրեցի բանավեճի, հիմա էլ պնդում եմ։ Թող մի հատ գա իմ հետ բանավեճի։ Տեսնեմ ինչպես է այդ հարցերը տանելու, ինչ հարցից ուզում է թող խոսի։ Թող նախկինից խոսա, թող ներկայից խոսա, բայց ես նախընտրելու եմ իհարկե երկրի ապագայից խոսել։ Նայեք, ինչու է սա այս մասը շատ կարևոր։ Տեսեք, ես երբ ավարտեցի Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իմ ժամկետը, փնտրում էի ինձ մեր հիմնադրամի համար տարածք, որ գրեթե շենքին մատս դնեի, փորձում էի գնայի հայտարարություններով տեսնեի, ինձ բոլորը ասում էին, սա այսինչ նախկին նախարարինն է, սա այսինչ նախկին պատգամավորի է, սա այսինչ նախկին պաշտոնյայի է։
դեպքեր կային, որ բացահայտ իրաց դեմքերով հանդես էին գալիս։ Շատ ներողություն, իմ մոտ հարց է առաջանում։ Այս մի փոքր երկրից, այսքան տարի, դուք այս ինչ եք այսքան տարել, որ ամեն մի ձեր նախարար ու падգամավոր $1 միլիոն ու ավել շենքերը գրկած նստել եք, ու հետո էլ ուզում եք հիմա ապահովել Փաշինյանը, որ չօգտվի այդ հարցերից։ Դրա համար ես կարծում եմ, որ ճիշտը դա է եւ սա անձնական չէ։ Տեսեք, հատուկ ուզում եմ ընդգծել։ Ես հատուկ խոսում եմ պաշտոնաթող նախագահների մասին այնպես, որ սա անձնական չէ, սա քաղաքական համակարգը այդպես է։ Այսպես դասավորվել է այս 30 տարիների ընթացքում, 35 տարիների ընթացքում։ Եվ եթե նախկին նախագահները որոշեն մասնակցել ընտրապայքարին, իմ մոտ անկեղծված հարց է առաջանում։ Նրանք իսկապես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից, թե այստեղ այլ ինչ-որ նպատակներ ու հարցեր կան։ Դրա համար ես կարծում եմ, սա ճիշտ տարբերակն է։ Թող նախկին նախագահների չմասնակցության պայմաններում տեսեք մենք, ես, մեր թիմը ու մենք միավորված ինչպես ենք Փաշինյանին հեռացնում։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, այսօր քաղաքականությունը այսօրվա ինչ է։ Ստորանալու միջոցով ամեն ինչ տալ։ Ինչ ուզում է ամեն ինչ տալ, ստորանալու միջոցով, նվաստանալու միջոցով։ Ես կարծում եմ, սա ավելի վատ տեղ տանող ճանապարհ է։ Մենք էլ բան չի մնացել, որ տանք Ադրբեջանին։ Ինչ ուզել ենք տվել ենք։ Միակ բանը, որ բացահայտ ասում են այդ մարդիկ, որ այդ տարածքում Հայաստան չի եղել։ Ընդ որում Ադրբեջանի պես կանխատեսելի գործընկեր, որ քեզ թշնամական ատարամադրված երևի չկա։ Այդ մարդը Ադրբեջանի նախագահ պարզ ասում է. ձեր հետ ինչա լինելու։ Ինչ ինքը նպատակներ ունի։ Սրանից էլ ավել էլ ինչ։ Հետևաբար մենք պետք է միակ մեր կարևորագույն ճանապարհը միավորված անվտանգության համակարգը զարգացրած, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ արժանապատիվ երկրով, վստահելի գործընկերներով միջազգային ապահովել, այնպես անել, որ Ադրբեջանը չկարողանա մեզ հետ այդ լեզվով խոսել ու անverջ Փաշինյանի պարագայում նվաստացած պահել մեր ժողովրդին։ 168 ժամ Զարուհի Դիլանյան, պարոն Թաթոյան, եւ ձեր պրոլոգում անդրադարձած եւ այս հարցի վերաբերյալ ձեր պարզաբանման շուրջ մի դիտարկում, եթե կցանկանաք արձագանքեք մինչև հարցերս, ամեն դեպքում երրորդ նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը նկրտումներ չունի եւ իր դեմքով էլ հանդես չի գալիս շատ վաղուց, այս առնչությամբ ինչ կասեք, ինքը ասել է կաջակցեմ ցանկացած մարդու, որ կգնա փոփոխությունների հետևից, բայց ես չեմ ձգտում, չեմ ուզում դառնալ այսպես դեմք, նորից վերադառնալ իշխանություն։ Եվ հիմա հարցերս դարձյալ պետություն, եկեղեցի, բանակ, 3 կարևոր ասպեկտների մասին։ Առաջինը խաղաղության պայմանագիր։ Խաղաղության թեման իշխանությունները դարձրել են մոնոպոլիա եւ շատ լավ խաղարկում են։ Խաղաղության պայմանագրի հետ կապված ձեր դիրքորոշմանն եմ ուզում անդրադառնալ, եթե դուք լինեք իշխանության, դուք կկնքեք խաղաղության պայմանագիր, թե ոչ։ Խոսեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին, արդյոք համագործակցությունը ենթադրում է նաև համաձայնություն 3P դեպքում եւ համարում եք Միացյալ Նահանգները երաշխավոր, թե ընդամենը պրոյեկտի մենեջեր այստեղ, այս պարագայում 3P պարագայում։ Հաջորդ հարցը նաև անկլավներին է վերաբերում այս համատեքստում, անկլավների ճակատագիրը ինչ պիտի լինի, որովհետև ստանձնվել են պարտավորություններ համենայն դեպս նախաստորագրված փաստաթղթերով եւ բանակի մասին այստեղ նկատառումներ արեցիք, ուզում եմ հասկանալ ինչ միջոցներով եք գնալու այդ փոփոխությունների, այդ 8% նշեցիք, 36% նշեցիք, մենք ունենք այդ հնարավորությունները բյուջետային, որովհետև տեսել ենք, որ վերջին 7 տարիներին արտաքին պարտքը կրկնապատկվել է,
Երրորդ հարցը եկեղեցու վերաբերյալ հայ առաքելական եկեղեցու շուրջ վերջին իրողություններին հատկապես, չնայած գիտենք, որ 2018-ից գնդեվանքի ճանապարհի արգելափակումից վեհափառի սկսվել են այս process-ները, ամեն դեպքում հանգուցալուծումն ինչպես եք պատկերացնում, եթե արդեն այս կասկածի ու պառակտման ворթը հայտնվել է նաև եկեղեցու ներսում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, կարևոր հարցեր տվեցիք, հիմա փորձեմ հերթով գալ։ Նախ առաջին հարցի հետ կապված, գիտեք, ես քաղաքականությունը այս մեկ ամիս մի փոքր ավելը ինձ հստակ հասկանալ տվեց մեկ բան, ես հասկացա։ Քաղաքականությունը շատ իրատեսական բաների մասին է։ Եվ այստեղ պետք չի, գիտեք, իլյուզիաներով ապրել, անիրակտեսական հարցերով, կամ էլ տարբեր այնպիսի երևույթներ լինեն, որ արդյունքի չեն էլ բերելու։ Նախկին նախագահների մասին երբ խոսեցի, իմ դիրքորոշումը շատ հստակ էր։ Եվ խոսքս վերաբերում է բոլոր նախագահներին, որոնք միասին կամ առանձին պետք է հստակ հայտարարեն, որ նրանք 2026-ի ընտրապայքարին չեն մասնակցում, դա անեն հստակ ու աներկբա, որպեսզի մեր ժողովրդի մոտ նույնպես մեր ժողովուրդը հստակ այդ ամենը իմանա։ Հիմա եկեղեցու հետ կապված, տեսեք։ Եկեղեցու հետ կապված իմ դիրքորոշումը բազմիցս հայտնել եմ։ Սա շատ հայտնի դիրքորոշում է։ Հիմա Փաշինյանն ինչ է անում, եկեղեցին նրա 3 հենասյուներից մեկն է։ Նա այսօր իր իշխանությունը կառուցել է 3 քաղաքական հենասյուների վրա։ Նախկին նախագահներ, եկեղեցի, Ռուսաստան կամ ռուսներ։ Ինչպես արդեն ասացի, Ռուսաստանից սարսափելի վախենում է, բայց հանձնարարում է տարբեր եղանակներով, ի վերջո մեկը ակնհայտ երևում է դա։ Ինչքան էլ իր թիմը ինքը փորձի կոծկել, թիմը աշխատի։ Եկեղեցին ինչ է անում, ներսից քանդում է եկեղեցին, ամբողջությամբ նեգատիվով լցրել է մեր հանրային դաշտը։ Ինձ համար այստեղ մեկ բան հստակ կասեմ։ Մենք պետք է ունենանք այնպիսի պետություն, որտեղ եկեղեցին կարիք չունի եկեղեցականները քաղաքականության մեջ մտնելու կամ հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնների։ Մենք պետք է ունենանք այնպիսի պետություն, որտեղ կառավարությունը, գործադիր իշխանության ղեկավարը, երկրի ղեկավարը չի միջամտում եկեղեցու գործերին եւ իր հստակ իրավասությունների սահմանները պահպանում է։ Եվ նաեւ մեկ կարևոր բան, մեր եկեղեցին դեմոկրատական օրենքներով նաև եկեղեցիների մեջ առասարակ ինքը բավականին դեմոկրատական եկեղեցի է։ Ինքը ունի իր ներքին մեխանիզմները։ Այդ հարցերը պետք է լուծի մեր եկեղեցին ինքը։ Սա իմ հստակ դիրքորոշումը։ Խաղաղության պայմանագրի գիրը կստորագրեմ եւ թրիփի հետ կապված։ Խաղաղության պայմանագիրը կստորագրեմ թե չէ, այո, կստորագրեմ։ Ինչի՞ չեմ ստորագրի, բայց առաջինը թող Ադրբեջանի նախագահը ստորագրի։ Ադրբեջանի նախագահը կստորագրի, մի անգամից նույն րոպեին ես կստորագրեմ։ Բայց եկեք հələ մի հատ հասկանանք այդ խաղաղության պայմանագիրը մեզ ինչ է տալիս, պահպանվում է թե չէ։ Խաղաղության այդ կամ այսպես կոչված խաղաղության։ Ինչու եմ ասում, որտեղ դեռ ստորագրված չէ։ Ուրեմն տեսեք, ինչ է կատարվում։ Դեռ չստորագրված Ադրբեջանի նախագահը Ամերիկայի միացյալ նախագահի հետ հանդիպումից հետո դուրս է գալիս, մի անգամից ասում է Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Այն պայմաններում, երբ այդ պայմանագրի մեջ գրված է, կողմերը չեն միջամտում իրար ներքին գործերի։ Հիմա Հայաստանը պետք է սահմանադրություն փոխի Ադրբեջանի պահանջով, ոչ, տենց բան չկա։ Ես Ադրբեջանի պահանջով երբեք սահմանադրություն չեմ փոխելու, չի կարող ուրիշ երկրի նախագահ, որը եկել է իմ երկիր ուզում է ոչնչացնել, ես իր պահանջով սահմանադրություն փոխեմ, չկա տենց բան։ Մյուսը այդ թրիփի պայմանագիրը ստորագրելուց մոտավորապես 10 օր անց Ադրբեջանի նախագահը գնում է ելույթ անելու, ասում է Հայաստանի հասարակությունը հիվանդ է։ Բա էդ էլ չխախտեց պայմանագրի մյուս կետը, որ ռասիզմ չպետք է տարածեն, թշնամանք եւ այլն։ Այսինքն դա մենակ մեզ է վերաբերվում, պայմանագրում կետ են դրել, որ Հայաստանը հետ է քաշում հայցերը մեկ ամսվա ընթացքում, վեճեր, առարկություններ, ինչ ասես գրել են։ Մի հատ էլ գրել են, պարտավորվում է հետագայում չներկայացնել, հələ մի հատ էլ գրել են, եթե դա անի, տենց բան, դա թշնամական գործունեություն է։ Այսինքն չհասկացա, այդ խաղաղության պայմանագիրը մենակ մեզ է վերաբերվում։ Թրիփի հետ կապված։ Հստակ ես ունեմ բաժանում թրիփի համաձայնագիր եւ խաղաղության պայմանագիր։ Խաղաղության իրական պայմանագիրը ինձ համար թրիփի պայմանագիրն է։
Այդ դա է ինձ համար իրական խաղաղության պայմանագիրը։ Մենք պետք է ԱՄՆ-ի պես երկրի հզոր միջնորդական առաքելությունը այնպես օգտագործենք, որ ծառայի մեր երկրի շահերի ժողովուրդ ջան։ Այսօր ինչ է անում։ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի պահանջներին ինչ ունենք տալով ամբողջությամբ մսխում է ամերիկյան այս հզորագույն միջնորդությունը։ Այդպես ո՞նց կարելի է անել։ Ինձ համար շատ հետաքրքիր է, մեր ամերիկյան գործընկերները պետք է իմանան սրա մասին։ Նա խաղում է, օգնում է Ադրբեջանի նախագահին, որ կոծկեն այն ինչ անում են եւ դրանով հեղինակազրկում են Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական առաքելությունը։ Մյուսը ծախսերի հետ կապված, ինչպես են կանելու։ Գիտեք, անվտանգությունն ու ազատությունը անվճար չեն բաժանվում։ Դրանք շատ թանկ բաներ են։ Եթե դու չունեցար անվտանգություն, դու ուզում ես աշխարհի ամենաուժեղ տնտեսությունը ունեցի, ամենաարդար մարդիկ ունեցի, դու չես կարողանալու ոչինչ ապահովել։ Անվտանգությունից կարևոր բան գոյություն չունի։ Անվտանգություն չունեցար, տնտեսությունը չես կարող զարգացնել։ Անվտանգություն չունեցար, այնպես կճնշեն, որ տնտեսությունը կտանես, չես կարողանա ընդհանրապես զարգացնել այդ տնտեսությունը։ Հետևաբար ինձ համար սրանք կարևոր բաներ են եւ այդ որ այդքան ասում է Փաշինյանը, պաշտպանության նախարարության կամ անվտանգության բնագավառի ծախսերն են կրճատում եւ այլն, չէ՞։ Տեսեք ինչ է, ես իմ ելույթի վերջում ասացի։ Մեր հասարակությունը նա պահում է վախերի մեջ։ Ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ ասել, մեր հայրենակիցներին եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, մի վախեցեք։ Լուծումները կան, մենք իրավունք չունենք վախենանք, ժողովուրդ ջան, մենք ցեղասպանությունից ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանություն վերապրեցինք։ Դրանից հետո կարճ ժամանակ անց երկրորդ համաշխարհային պատերազմում ենք հաղթել։ Սարդարապետի ճակատամարտ ենք հաղթել, ժողովուրդ ջան, մենք իրավունք չունենք վախենալ, հզոր պատմություն ունեցող ժողովուրդ ենք, եկել ենք այս մարդիկ իրանց քաղաքական շահերի համար մեզ հրը տեսեք ինչ օրն ենք գցել։ Ամեն մեկը վախենանք, չանենք, վայ էս չանենք, այս մեկը ստեղ չխոսա, այտենց չի, ժողովուրդ ջան, մենք չենք ուզում ունենալ երկրի ղեկավարություն, որը արժանապատիվ է պահում իրան, որը կարողանում է հստակ պատասխան տալ, որ չի թողում, որ իր ժողովրդին կարողանա հանգարց մեկը մի հատ ասի աչքի վերևը ունք կա։ Այտենց ո՞նց կարելի է անել։ Հետևաբար մեր անվտանգության համակարգը ինչ ուզում է լինի ամենահամար մեկ խնդիրների խնդիրն է։ Պատահական չի, ես դրել եմ այսօրվա այս 3 մեր արժեքները՝ խաղաղություն, ուժ, արդարություն։ Ուժեղ չեղանք, անվտանգության համակարգ չունենացանք, ոչ խաղաղություն ա լինելու, ոչ արդարություն ա լինելու։ Եվ մենք սա անելու ենք անվտանգության համակարգի գլխավոր զարգացման համակարգը մենք մի անգամից հիմքերը դնելու ենք։ Անկլավները, կարճ ասեմ, ինձ համար անկլավներ գոյություն չունի, ինձ համար գոյություն ունի անվտանգություն, վերջ, ես ղեկավարվելու եմ միայն անվտանգությամբ, ես անկլավների հարց չեմ քննարկելու, իմ երկրի անվտանգությունը իմ համար կարմիր գիծ է, ինչպես որ կարմիր գիծ է ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։ Հարցը վերաբերվում է նրան, որ մամուլում շատ են տարածվում տեղեկություններ, որ դուք նաև բանակցությունների եք գնում քաղաքական այլ ուժերի հետ, եթե ի վերջո այդ ուժերը կան, որոնց հետ գնում եք, որ ուժերն են եւ ինչ փուլում են այդ բանակցությունները։ Այո, քննարկումներ իհարկե կան տարբեր ուժերի հետ եւ մենք ունեցանք արդեն շատ կարևոր մի զարգացում, Շան Դաշին կուսակցությունը միավորվել է մեզ միասնության թևերին, մեր գործընկերների հետ արդյունավետ աշխատում ենք եւ ունենք բանակցություններ տարբեր այլ ուժերի հետ, բնականաբար։ Դրանք պատեհ պահի անպայման կհրապարակվեն, ես մեր ժողովրդի հետ միշտ մենք ազնիվ ենք եւ լինելու ենք ազնիվ, հստակ ասելով, թե մենք ինչ ենք անում, նույնը մենք անընդհատ մեր ժողովրդի հետ կապի մեջ ենք, երբ ամեն շաբաթ անընդհատ մարզային այցերի մեջ ենք։ Խնդրեմ, մյուս հարցը։
Էլեն Մուշեղյան Նուզեյեմ, վերջերս Բաքվից վերադարձած հայ փորձագետների խմբի անդամ Արեգ Քոչինյանը հայտարարել էր, որ հիմա Հայաստանի քաղաքական դաշտում ով դեմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը կամ օտարերկրագործակալ է կամ քաղաքական ապուշ։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը եւ երկրորդ հարցը անկլավների մասով, մասնավորապես ինչ վտանգներ եք տեսնում Տիգրանաշենը փոխարինելով Արցվաշենի հետ, այս գործընթացում ինչ վտանգ եք տեսնում հիմնականում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Գիտեք, այդ ուղերձները երբ նայում էի, ինչեր են բերել փոխանցում, չէ։ Ես մտածում եմ, էլի Փաշինյանը այս քաղաքականությունը կարող էր մի քիչ ուրիշ ձև տանել, էլի, ասենք, ինչի է այս աստիճան այսպես վարվում, չգիտեմ, իր քաղաքականության, իր համակարգը ավելի ձախողում։ Բայց արդյունքում մեր երկիրն է գնում ավելի վատ վիճակի մեջ, որովհետև նորից եմ ասում, այդ ուղերձները ամբողջ աշխարհին Ադրբեջանին սպիտակացնող նրանց ձեռքերը մեր նկատմամբ ավելի մեծ վտանգներ տանող քայլեր ձեռնարկելու պարզապես հանձնառություններ են եւ ինչ վերաբերում է մեկնաբանությանը ընդհանրապես ես ասեմ որ ես նրանց դիտարկում եմ որպես Փաշինյանի գործակալներ, Փաշինյանի անմիջական ներկայացուցիչներ եւ իմ վերաբերմունքն էլ ըստ այդմ է։ Գիտեք, մի բան էլ էսպես, տեսեք, դուք բառապաշարի հետ կապված ասեցիք։ Մի հատ տեսնենք էլի ԿՊ-ն ինչ բառապաշար է անընդհատ օգտագործում։ Հայոյանքների մեջ կորած են։ Հələ դուք մի հատ գնացեք ամեն մեկի էջերը նայեք։ Դու ես սենց մեկ-մեկ որ ժամանակ ալինում մտ փորձում ես հասկանալ զուտ մոնիտորինգի համար, էլի, այ մարդ, այս մարդիկ ինչու ես զբաղված ընդհանրապես։ Դու չես հասկանում, սա ինչ որ մտ բիսեդկա ես գնացել, որտեղ շուտ նյութերի ազդեցության տակ մարդիկ են եկել այդտեղ խոսում են, հարբեցողներ են, ինչ են, ոնց կարելի է այդ աստիճան հայոյանք տալ։ Ինչ խոսան, երկրորդ բառը վիրավորանք է։ Մարդկանց արժանապատվությունը տեսեք ոնց են անում։ Ես լինեմ երկրի վարչապետ, մի հատ հանգարց մի պաշտոնյա քաղաքացու նկատմամբ իրան լավ չուպա, գիտեք ինչ կանեմ, ոնց թե վիզը կփոխեմ այդ պաշտոնյայի։ Դու ի՞նչ է նշանակում, եկել ես պաշտոնի գնացել ես այդ քաղաքացու ոտքերն ես ընկել, ձայն ես ստացել, եկել ես պաշտոնը այդ քաղաքացու հարկերից աշխատավարձ ես ստանում, մեքենաներ ես գնել, բնակարաններ ես գնել, ես միջեր ես արել, մի հատ էլ կանգնում ես վիրավորում ես, բա ինչ կապ ունի ասենք դու այդ քաղաքացին քեզ ընտրելա թե չէ։ Դու կապ չունի, չէ։ Սա իմ կարծիքով համակարգային ախտ է ուղղակի, որ այսօր կա մեր համակարգում։ Ցավոք սրտի սա ամբողջ համակարգի վրա տարածվելու մեծ վտանգներ ունի եւ սա իմ կարծիքով սրա միակ լուծումը դուք հարց տվեցիք նաև նախորդ հարց տվողներ, սրա միակ լուծումը քաղաքական է ժողովուրդ ջան։ Մենք ինչքան այս համակարգում մնանք, այս ամենը մեզ գնալով ավելի ու ավելի է խորացնելու խնդիրների մեջ մնալու ենք ուղղակի չեն կարողանալու տակից դուրս գալ։ Դրա համար այս ընտրությունները մեզ համար պատմական նշանակության ընտրություններ են։ Մենք պետք է ամեն ինչ անենք քաղաքականապես անձերից վեր կանգնելով ամեն ինչ անենք որպեսի միավորված բոլորս այս արհավիկների տակից դուրս գանք։ Ուրիշ Սեդա Մակարյան, ABC Media, պարոն Թաթոյան, խնդրեմ նշել ձեր շարժումն ունի գաղափարախոսություն եւ որոնք են հիմքերը ու նորից խնդրում եմ անդրադառնանք թրիփին, ինչպես եք պատկերացնում հնարավոր է իրագործել այն եւ ռեգիոնում Միացյալ Նահանգների, Ախոյանի, Ռուսաստանի Դաշնության հետ ինչպես պիտի խոսել այս բaragայում։ Շնորհակալ եմ։ Այո, մեր գաղափարախոսությունը նախ ես ուզում եմ այսօր հստակ խոսել 3 կարևոր արժեքների մասին՝ խաղաղություն, ուժ, արդարություն։ Սրանք մեր հիմնարար գաղափարախոսական ուղղություններն են, որի արդյունքում մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն, արդար երկիր։ Սա մեր գլխավոր բանաձևն է։ Հիմա ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք պետք է զարգացնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները որպես մեզ վստահելի գործընկեր։ Այս ընթացքում կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև հստակ դա ցույց է տվել։ Սա ես կարող եմ նաև իմ փորձով ասել, որպես ամերիկյան կրթություն ստացած մարդ, որպես մարդ, ով աշխատում է եւ աշխատել է ամերիկյան համակարգերում, հստակ ծանոթ է թե ինչպես են այդ համակարգերն աշխատում։ Եվ կոնկրետ ուղղություններով զարգացնելու ենք հարաբերություններ։ Ինչպես արդեն ասացի, բարձր տեխնոլոգիաների ոլորտ, մեր Սփյուռքի հետ կապերի մեջ հստակ լինելով, ամրապնդելով նրանց հետ նաև կապերը։
Այսօր ինչ որ տեղի է ունենում Nvidia-ն, Apple եւ այլն ինչ որ կան զարգացումներ, դրանք ՕՔՊ-ի այսպես քաղաքական կամքի արդյունքը չեն։ Դրանք մեր հայրենակիցների շնորհիվ են, դրանք մեր Սփյուռքի մեր հայրենակիցների, մեր մասնագետների, մեր IT բնագավառի մասնագետների եւ ուզում ասեմ մենք դա շարունակելու ենք։ Մենք դա շարունակելու ենք, ել ավելի ենք զարգացնելու, այո, Հայաստանը պետք է լինի խելացի պետություն, ամենաբարձր նվաճումների վրա հիմնված, պաշտպանության բնագավառի ինովացիոն ծախսերը, մենք պետք է ինովացիոն տեխնոլոգիաները, մենք պետք է այդ բնագավառում նույնպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցենք, բուհական համակարգի, կրթական համակարգի հարցերը, մյուս հարցերում նույնպես, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, տեսեք, ակնհայտ է, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ առաջնային պետք է լուծենք նրանց հետ այս իշխանության օրոք ձևավորված խնդիրները, որ կան։ Բաց նստենք, խոսենք։ Մենք Ռուսաստանի հետ պետք է ունենանք արդյունավետ հարաբերություններ, ֆունկցիոնալ հարաբերություններ։ Ռուսաստանի հետ որևէ պարտավորությունից մենք չենք հրաժարվելու, այն ինչ որ կա։ Բայց մի կարևոր բան, մենք միայն Ռուսաստանից կախվածությունը, ինչը տարիներ շարունակ եղել է, կործանարար է մեր պետության համար։ Մենք չենք կարող մեկ շուկայից կախվածնել, դա մեր պետության համար մեծագույն չարիք է եւ վատ իմաստով մեծ ճոխություն է։ Մենք պետք է բոլոր նաև պետություններից վերցնենք լավագույնը։ Մենք չենք սադրելու որևէ պետության, կլինի Ռուսաստանը կամ որևէ մեկը, եւ կամուրջներ կառուցելով են գնալու առաջ։ Ու նաև մենք ոչ թե պետք է հովանավորներ փնտրենք, սա էլ մեր կարևորագույն արժեքային հարցերից է, այլ մենք սեփական մեր հնարավորություններով լուծումներ գտնենք եւ ինքներս մեզ պաշտպանելու եղանակները գտնենք։ Ինչու որ ունենք, չէ՞, ամբողջ աշխարհում մենք մեր հայրենակիցները ամբողջ աշխարհում ապահովում են տարբեր երկրներում պաշտպանական համակարգեր, անվտանգության, բայց մենք այս հնարավորությունը ունենալով ինչպես չենք կարող օգտագործել։ Անպայման պետք է անենք։ Շնորհակալություն։ Ժողովուրդ օրաթերթ Սոնա Գրիգորյան։ Պարոն Թաթոյան, կուզեմ անդրադառնամ ձեր հայտարարությանը պաշտոնաթող նախագահների հետ կապված առաջարկեցիք, որպեսզի նրանց քաղաքական ուժերը չմասնակցեն ընտրություններին, որպեսզի կարելի է այսպես ասել Փաշինյանին կարողանաք հաղթել, բայց սա կբերի արդար մրցակցության, օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ արդեն իր դեմքով մասնակցելու է ընտրություններին 2026 թվականին, մարդը ունի ընտրազանգված, որոնք կարելի է ասել պահանջում են, որ հենց Ռոբերտ Քոչարյանը իր դեմքով մասնակցություն ունենա, ձեր հայտարարությունը չի դառնա այդ զանգվածի, ընտրազանգվածի քարկոծում դեպի ձեզ, որտեղ մարդիկ կասեն, որ մենք էլ ուզում ենք, որ Քոչարյանը մասնակցի, եւ արդյոք օրինակ Փաշինյանին կկարողանաք ընդդիմադիրներին, տարբեր ընդդիմադիրներին դաշտից հանելով հաղթել, ինչպես եք դա պատկերացնում, օրինակ ընդդիմադիրների կարծիքով Գյումրին լավագույն օրինակն էր, որ շատ ընդդիմադիրներ հաղթեցին, մասնակցեցին ընտրություններին եւ կարողացան տարբեր ձայներ հավաքելով միավորվել եւ ՔՊԱ-ականներին հաղթել։ Ինչպես եք սա համարում եւ չեք վախենում այս թիրախավորումից, որ այսպիսի հայտարարությամբ հանդես եկաք, շնորհակալ եմ։ Նախ ես հստակ կրկնեմ հայտարարությունը, շնորհակալություն այս կարևոր հարցի համար։ Ես հստակ հայտարարեցի պաշտոնաթող նախագահների մասին։ Պաշտոնաթող նախագահների մասին։ Հիմա գիտեք, եկեք մի հատ հստակ խոսենք, էլի, պարզ, ժողովուրդ ջան, պարզ խոսենք, այն որ ծուրը նստենք, դուրս խոսենք, վիճակն է սա։ Քաղաքական խոսում ենք, անձնական հարց չկա, քաղաքական խոսում ենք։ Մենք ուզում ենք, որ 2021 թվական կրկնվի, մենք ուզում ենք, որ նույն վաղարշաբաթը կրկնվի, մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ի վերջո նորից էլի վերարտադրվի եւ 2026 թվականին ինքը լինի վարչապետ։ Ոչ չենք ուզում։ Իսկ դրա մեր ժողովուրդն ա տվել դրա պատասխանը։ Մեր ժողովուրդը հստակ ասել է պաշտոնաթող նախագահներ, որևէ մեկը չեք կարող երբեք գալ իշխանության։ Հստակ ասվել է։ Եվ սա շատ հստակ է ու Փաշինյանը դա շատ լավ հասկանում է։ Դրա համար Փաշինյանը նրանցից է դարձնում իրեն հակառակորդ։ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ նրանք լինեն հակառակորդ իրեն։ Մյուսը խնդիրների մասին, դուք խոսեցիք պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ժողովուրդ ջան, շատ կներեք, այս քանի տարի է պրիվետ ռոփ արտահայտության տակից չեն կարողանում դուրս գալ։ Բայց Սոնա Մնացականյանի շարասյունով տվեցի սպանեց Փաշինյանի շարասյունը, չէ՞։
Ինչ եղավ, տեսեք ոնց է տակից դուրս գալի, ոչ մեկ հանրային օրակարգում չի էլ դա հիշում, իսկ պրիվետ ռոբը, որը շատ մարդիկ չեն էլ հիշում ընդհանրապես, ես օրինակ ուսանող եմ եղել, չէ, այդ հիշում եմ, ցած անդադ փորձում եմ մտաբերել այդ ժամանակը այդպես բան կար, չկար, այս մենակ Փաշինյանից հայտարարություններից եմ հասկանում, որ այդպես բան ա եղել, կամ հանգամանքների մեջ մտնում, բայց դա ինչի շնորհիվ է ինքը անում, Փաշինյանը եւ ՔՊ-ն, որովհետեւ գիտի մեր ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Ես ուզում եմ նաև դիմել նախագահներին ասել, դուք հարգարժան պաշտոնաթող նախագահներ, դուք օգնում եք, որ ինքը բռնապետ դառնա։ Ինքը ձեր հետևից գալու է բոլորի հետևից, ձեր աջակիցների հետևից, բոլորի հետևից գալու է, ձերբակալել, կալանավորել, քրեական հետապնդումներ։ Ու հետո չբողոքեք, որ այ աջակցություն չկա։ Մեր ժողովուրդը չի աջակցում ձեզ։ Մեր ժողովրդի մեծամասնությունը չի ուզում, որ դուք գաք իշխանության, որ ավելի ավելանում են Փաշինյանի բռնապետական այս հավակնությունները եւ եթե մենք չենք ուզում դրա համար ասեցի ես ոչ թե դա ներողություն մի բան էլ էսպես ասեմ ընտրություններին չմասնակցել է մարդու իրավունք է մարդն է որոշում մասնակցի չմասնակցի բայց եկեք հենց այդ քաղաքական համակարգը հասկանանք եթե քանի դեռ այս քաղաքական համակարգը գոյություն ունի նախկին նախագահներ versus ինչպես ասում են Փաշինյան ապա Փաշինյանը միշտ հաղթելու է, որովհետև Փաշինյանի երաշխիքը այսօր քաղաքական կյանքի երաշխիքը նախկին նախագահների արկայությունն է, ընդ որում երեքը միասին, որտեվ հանգարց նրանցից մեկը հայտարարեց երկուսը չէ, դա չի օգնելու, չի աշխատելու։ Որովհետև էլի եւ ասեմ դες մի բան էլ, այդ դեպքում ընդդիմության դուք խոսում եք ընդդիմության միավորումից, այդ դեպքում ընդդիմության միավորում էլ չի լինելու։ Այս ընտրապայքարի մրցավազքի մեջ լինելու պատճառով։ Ինչ վերաբերում է թիրախավորումներին, գիտեք, այս ընթացքում դուք չեք տեսնում, ես ոնց են թիրախավորում։ Էլ ինչ ասես ասում են։ Էլ քիչ ամենում ասենք մտածենք, ինչ ենք անում, գիշերները մարդ ենք ուտում, ինչ ենք անում։ Դրանից ավել էլ ինչ թիրախավորել։ Ամենավատ ձևերով ինչ հայոյանք, արժանապատվությանը կպնող ինչ ասես, էլ չասեմ ինչ բամբասանքներ են տարածում, բայց մենք հուսանալից չենք հիմա բողոքում։ Սա ես ոչ թե հիմա ինչ որ բողոքում եմ կամ ես սա ասում եմ որպես ես այն ինչ որ տեսել եմ ինչ որ մեզ վրա զգացել ենք, թե ինչը մեզ սպասվում, հանկարծ եթե այս քաղաքական համակարգը այսպես գնա միջև ընտրություններ։ Եվ դրա համար եմ ասում, որ լուծումը կամ ճանապարհը, որ կարող է տանել դրան, միայն դա է։ Թիրախավորումից իհարկե չի թիրախավորում, այնքան կարևոր process-ի մեջ ենք, մեր երկրի համար պատմական նշանակության process-ի մեջ ենք։ Ես իմ ամբողջ կյանքը դրել եմ սրա մեջ, իմ անունը, հեղինակությունը, իմ ամեն ինչ, ու ես ամեն ինչ անելու եմ, որ իմ հնարավորություններից կախված, որ մեր ժողովրդին այս ամենը տեղ հասցնենք։ Սա շատ կարևոր նշանակություն ունի։ Պարոն Թաթոյան, ես Ռիփսի Մեջեբեջյան տրիբյունեյեմ մի քանի հարց ունեմ, կխնդրեմ, եթե շատ են հագրի առնեք։ Տեսեք, նախ ձեր վերջին ասացի հետ կապված, Քոչարյանի ընտրություններին մասնակցելու հետ կապված, Ռոբերտ Քոչարյանի յուրայինները պնդում են, որ սոցհարցում են արել եւ ընդդիմադիր դաշտում բարձր ռեյտինգ ունեն եւ շատ անարդարացի է իրենց ասել կամ հորդորել, որ դուրս գան քաղաքական դաշտից, բացի այդ իրենք ունեն Գյումրիի օրինակը, որը պարբերաբար մատնանշում է, որ Գյումրիում ստացվեց, հետեւաբար կստացվի նաեւ առաջիկա ընտրություններին, ինչ կասեք դրա մասին։ Երկրորդ հարցս Ռուսաստանի հետ կապված հարաբերությունների մասին, դուք ասացիք, որ Ռուսաստանի հետ կախվածության աստիճանը պետք է թույլատնենք, մենք չենք կարող արբանյակ լինել, ես ուղիղ կհարցնեմ, դուք հակառուս եք, թե հակառուս չեք։ Մյուսը, ես կուզենայի դուք հստակ նշեք, թե գայք իշխանության, ինչով եք տարբերվելու Փաշինյանից, որն է ձեր էական տարբերությունը քաղաքականության լինելու Փաշինյանի հետ, ինչ սխալ բան են արել նախկինները, ըստ ձեզ որն է նախկինների ամենամեծ ձախողումը, որով դուք գտնում եք, որ նրանք այլևս չեն կարող հավակնել իշխանության։ Հաջորդ հարցը անվտանգության հետ կապված է, վարչապետ Փաշինյանը ազգային ժողովում խոսելով այդ բյուջեի քննարկման հետ ժամանակ խոսելով արտաքին պարտքի մասին 8 միլիարդի մասին ասաց, որ չգիտեք ինչ եմ արել, չէինք ուզում ասել, բայց կասենք, զենք ենք առել։
ու հավելեց, որ այն ընդդիմադիրները, որոնք չեն հավատում, որ ինքը զենք է առել, կարող է տանել սպառազինությունը ցույց տալ։ Դուք հավատում եք Փաշինյանին, որ այդ 8 միլիարդի զենք է առել եւ գնալու եք ձեր աչքով տեսնելու այդ զենքերը, թե չէ։ Եվ վերջին հարցը Արցվաշենի հետ կապված Փաշինյանն ասել էր, որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը հետ ենք բերելու, ես կխնդրեմ, քանի որ դուք էլ այդ թեման միշտ տակ եք պահում, կխնդրեմ ասեք, մենք ինչ գին ենք վճարելու այս դեպքում, եթե հետ բերենք, շնորհակալ եմ։ Ռիփսիմե ջան, հիմա ես ձեզ որպես գերազանցիկ պատասխանեմ, թե ես ձեզ պատասխանեմ որպես վարչապետի թեկնածու Արման Թաթոյան։ Երկրորդ նախագահ, պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինակը նշեցիք, սոցիալական տվյալներ, բարձր ռեյտինգի, եւ եկաք դեպի Գյումրին։ Եվ ինչ ունենք Գյումրիում։ Քաղաքապետ, որը կալանավորված է, քաղաքապետի որդի, որը կալանավորված է, ավականու անդամներ, որոնք ձերբակալված են, փաստաբան, որը հավաքին մասնակցելու մարդկանց օգնելու համար ձերբակալված ու կալանավորված էր, այդ ունենք, չէ՞ Գյումրիում։ Այսինքն դուք պատկերացնում եք հիմա Գյումրին ուզում եք օրինակ բերել։ Գյումրին օրինակ բերողները պարզապես Հայաստանի Հանրապետության հանրապետական մակարդակի ընտրությունների քաղաքական համակարգից ստացումը պարզապես չեն պատկերացնում, թե այս ինչ համակարգ է։ Սա, եթե Գյումրին ընդամենը համայնքային ընտրություններ, սա Փաշինյանի համար քաղաքական իշխանության լինել չլինելու հարց է։ Իսկ սա նրա համար գիշերային մղձավանջ է։ Մենք սա պետք է նկատի ունենք, անգամ Գյումրիում տեսեք չհանգստացավ։ Եկավ, ճիշտ է, քրեական գործ է քննվում, անմեղության կանխավարկած կա, ես ոչ արդարացնում եմ, ոչ էլ մեղադրում եմ հիմա։ Քրեական կոնկրետ Գյումրու քաղաքապետի հետ կապված, բայց փաստը չէ ինչ ունենք։ Նույնը վերաբերում է մյուս ավականու մանդատներին եւ այլն եւ այլն։ Այնպես որ ես կարծում եմ սա հստակ պատասխանում է։ Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը շատ լավ հարց էր եւ այդպես ուղղել որ տվեցիք։ Ոչ, ես հակառուս չեմ։ Ես հակառուս չեմ, բայց ես Հայաստանը մետ եմ ու հայամետ եմ։ Եվ ես իմ բոլոր որոշումների հիմքում դնելու եմ իմ երկրի շահը։ Իմ երկրի շահը միշտ բարձր է լինելու իմ անձնական շահից, իմ պաշտոնի շահից, եւ ես այնպես եմ միշտ անելու, որ իմ ոչ մի քաղաքացի, որ ինձ վստահել է, հանկարծ որևէ անգամ գլուխը չկախի իմ համար, ամոթով չզգա, որ ինքը քվեարկել է ինձ համար, որ մենք բոլորով կառուցենք միասնական արդար, ուժեղ եւ ունենանք խաղաղ պետություն։ Եվ Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես արդեն ասացի, պետք է լինեն ֆունկցիոնալ, պետք է լինեն արդյունավետ։ Մենք պետք է Ռուսաստանը այս տարածաշրջանում կարևորագույն պետություն է եւ աշխարհում կարևորագույն պետություն է։ Մենք դա պետք է նկատի ունենանք։ Մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ ռուս ժողովրդի հետ դարավոր բարեկամություն, մշակութային կապերով կապված։ Մեր սփյուռքը, տեսեք ինչքան սփյուռք ունենք այնտեղ, չէ՞։ Նրանց իրավունքների հարցը, նրանց հետ համատեղ աշխատելը, զարգանալը, դա շատ կարևոր է, բայց մենք պետք է լավագույնը վերցնենք աշխարհից։ Իսկ դա իմ կարծիքով Ամերիկայի Միացյալ Նահանգների այն համակարգերն է, որ ստվարկեցի, որ մեզ կարող են տալ։ Ինչով են տարբերվում Փաշինյանից։ Առաջինը, ես բոլոր հարցերին մոտենում եմ իմ փորձից ու կրթությունից ելնելով։ Ես ասացի, որ ինչպես ինքն էլ իր կրթությունից ելնելով, նայած որ կրթությունից, նորաձև թե որ։ Ես հստակ այստեղ ասում եմ, որ ես ելնում եմ իմ կրթությունից։ Ես կրթություն եմ ստացել Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում։ Իմ տեխնազուական ատենախոսությունը պաշտպանել եմ ռուսերեն, որտեղ գլխավոր դատախազությունից է Ռուսաստանի առաջին օպոնենտը։ 4 լեզուներով եմ ստացել իմ կրթությունը։ Իմ մասնագիտական փորձը վերաբերում է աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում, ես ունեմ աշխատանքի փորձ, այդ թվում Հայաստանում, եւ ես որևէ իմ հանձնառության մեջ չեմ ձախողել երբեք։ Ես ինչ հանձնառություն ստանձնել եմ, ես միշտ հաջողել եմ։ Ես կարծում եմ, եւ դա է ինձ վստահություն տալիս, որ ես առաջադրվեմ եւ նաեւ կարողանամ այսպես վստահ խոսել,
Եվ ամենագլխավոր տարբերություններից մեկը նրանից, որ ես երբեք իմ պաշտոնի շահը, իմ անձնական շահը, իմ պետության շահից երբեք վեր չեմ դասելու։ Դրանք ինձ համար պետության շահի համեմատ չերևացող երևույթներ են։ Նախկինների ամենամեծ սխալը, շատ պարզ, Նիկոլ Փաշինյանի այսօր իշխանության լինելը բոլոր նախկին նախագահների ամենամեծ սխալն է։ Սրանից էլ մեծ սխալ ես կարծում եմ գոյություն չունի։ Ու մի հատ էլ որ խոսում է խաղաղությունից։ Դա էլ ընթացիկ ձախողումն է։ Անվտանգության հետ կապված զենքերի 2020 թվականի 44 օրյա պատերազմից առաջ նույն հայտարարությունները չէին Փաշինյանի։ Իմ մոտ գիտեք, sense դեժավյու է երբեմն։ Ես երբեմն չէ, բանը դեժավյու է։ 20 թվականի 44 օրյա պատերազմից առաջ ամբողջ աշխարհով թմկահարում էին, գնում էին սելֆիներ էին անում, զենքեր են կառել եւ ինչ եղավ։ Արդյունքը տեսանք էլի ինչ եղավ։ Այն մեծագույն գումարները, որ ծախսել էին, կամ չաշխատեցին, կամ ընդհանրապես չգործածվեցին։ Բա սա համարվում է նույնը այստեղ է։ Շատ ներողություն, եթե սա ինքը ծառայեցնում է միայն իր նպատակներին եւ արդյունքում ոչ մի բան չկա տակը։ Ինչ այդտեղ կարելի է ընդհանրապես վստահություն ունենալ։ Մյուս հարցը։ Այդ որ ասում եմ, այսպես դեժավյու է գալիս։ Հələ մի հատ նայեք 2020 թվականից առաջ Թուրքիայի, Ադրբեջանի հետ ինչ հայտարարություններ են անում։ Սևրի պայմանագրի օրվա հետ կապված ասում էին այն ժամանակվա հանրապետության նախագահը, մեկ էլ կառավարությունը, ասում են հայոց հայկական հարցի անբաժան մասը Սևրի պայմանագիրը։ Հիմա տեսեք այսօր դրան գոնե մի տոկոսով մոտ հայտարարություն կանեն, թե ընդհանրապես Սևր բառը մոռացել են, այդ ինչ է։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին, հետևաբար ինձ համար այս խնդիրը փակ է, միանշանակ։ Այո, դա ծառայեցվում է միայն իր օրակարգին, որը կեղծ օրակարգ է, մեր հասարակությունը թմրեցնելու օրակարգ է, մեր ժողովրդին թմրեցված պահելու օրակարգ է։ Հիմա սահմանազատման արդյունքում անկլավներ եւ Արցախան։ Ես ասեցի ձեզ, ժողովուրդ ջան, ես մեր ժողովրդիներն եմ ուզում դիմել։ Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի։ Ես սա միշտ եմ ասել։ Մի հատ նայեք իմ նախկին հայտարարությունները, ես միշտ եմ ասել անկլավ բառ չպետք է գործածվի, վերջ, կա իմ երկրի անվտանգություն։ Մեր երկիրը անծայրածիր միլիոնավոր քառակուսի կիլոմետրեր չունի, մեզ մոտ ամեն սանտիմետրը մեր քաղաքացու հողն է, տունն է, ջուրն է, մեր սուրբ հայրենիքի ամեն մի մասն է, ես չեմ կարող ասել, գիտեք ինչ կա, անկլավները մկրատով ու բանով դնեն սկսեն կտրատելը։ Չկա նման բան։ Եվ մենք պետք է ելնենք միշտ սրանից, սա պետք է լինի կարմիր գիծ, որտեվ եթե հանկարծ դու պիտի գիծը քաշես ու պահես այդ գիծը, վերջ։ Ու ամեն ինչ անես, որ այդ գծից են կողմ չանցնես, որովհետև այդ գծից են կողմ արդեն անվտանգության ձախողում է լինելու ամբողջական։ Նույնը Տիգրան Աշյանի հետ կապված, չէ՞։ Տիգրան Աշյանի հետ կապված այդ լուծումները ընդհանրապես ինձ համար քննարկելի չեն։ Արցախը անհամեմատելի է անվտանգության առումով այն հարցերին, որ բարձրացվում է այդ տարածքների փոխանակում է, էսը ինչը։ Անհամեմատելի է, ոչ մի բան գոյություն չունի։ Հիմա ես մեկ-մեկ մտածում եմ Ադրբեջանի նախագահը ինչի չի ասում, որ եկեք մեր տարածքից մի երկու Արցախներ տանք ձեզ։ Եր դրանք ընդեղով է գնալու ապրել, էլի կամ ինչ պայմաններ են լինելու։ Բայց փոխարենը կգա այս տարածքները կվերցնի։ Իսկ դուք մտածում եք ինչի է Ադրբեջանը այդ փոքր մի քանի, այսպես այդ տարածքների վրա աչքը տենց դրել, որտեղ անվտանգության համակարգի ձախողում է Հայաստանի։ Հետեւաբար ինձ համար այս թեման փակ է ու շատ հստակ է սա։ Անվտանգությունը երբեք առաջնային չի չափվում քառակուսի կիլոմետրերով։ Ադրբեջանական օկուպացված տարածքները մեր երկրի, չէ՞, ասում են ինչ-որ 200 կիլոմետր, քառակուսի կիլոմետր եւ այլն։ Դա սխալ հաշվարկ է, ժողովուրդ ջան։ Ինչու՞։ Որովհետեւ երբ ադրբեջանական զինծառայողները գալիս նստում են, ես այդ տարածքներում բոլոր տեղերում եղել եմ, թուփ առ թուփ, ծառ առ ծառ, բոլոր տեղերը իմ թիմի հետ բոլոր տեղերում եղել եմ։
երբ ադրբեջանական զինծառայողները դիրքավորվում են, դրանից հետո էլի շատ կիլոմետրեր հեռու չի օգտագործվում այդ տարածքները, ժողովուրդ ջան, հետևաբար այդ ամեն ինչը մնում է փաստացի օկուպացված մեր երկրում։ Ինձ համար դա ամենագլխավոր հարցերից մեկն է, որ պետք է լինի առաջնային ուշադրության առարկա։ Հարցս ներողություն, բայց սա պիտի հարցնեմ։ Փաշինյանին բանավեճի, որ կանչեցիք, պարոն Թաթոյան, դուք էլ նշեցիք Փաշինյանի բառամթերքը, էլի, ինչ հայոյախոսական բառամթերք այդ մարդու ունի, որ կանչում եք ռինգ այդ մարդուն, չեք մտավախություն չունեք, որ ինքը այդ իր բառամթերքով, չգիտեմ, դուք ո՞նց եք իրեն պատրաստվում այդ ռինգում, այսպես ասած, մերկացնել։ Շատ լավ է, այդ բառամթերքը ինչքան շատ ուզում է, թող օգտագործի։ Ես այն բանավեճը, որ տեղի կունենա, նաև շատ հետաքրքիր անակնկալներով տեղի կունենա։ Ինչքան բառապաշար ուզում է, թող ինքը օգտագործի։ Բառարաններով հետը։ Բառարանները, ասեցի Պետրոս Ղարզարյան, թող բառարաններ բերի հետը, այդ էլ ձեր կողմից։ Խնդիր չունենք։ Ուղիղ եթերով էլ հեռարձակվի։ Պարոն Թաթոյան, նախ առաջին հարցը դուք խոսեցիք այն մասին, որ խաղաղության պայմանագիրը կստորագրեք, ինձ հետաքրքիր է խաղաղության պայմանագիրը այն տեսքով, որ բանակցել են այս իշխանությունները, թե ոչ, որովհետև էլի շատ վատ արդեն արտահայտություն կա, այդ զրոյական կետ ասվածը, հիմա արդյոք անդառնալի չեն լինի այդ բանակցություններով ստորագրված բանակցություններով փաստաթուղթը ստորագրելը, այնտեղ դուք գիտեք նաև առհասարակ Արցախի հարցն է փակված եւ նաև Արցախի վերաբերյալ չխոսեցիք, դուք հարցի լուծումը ինչպես եք պատկերացնում, արցախցիների վերադարձ, թե Արցախի ամբողջական դեօկուպացիա։ Եվ դուք նաև ասացիք, որ նախկինները մեղավոր են, որ Նիկոլ Փաշինյանը այսօր կա։ Ես նաև շատ հիշում եմ, որ դուք շատ դեպքերում, այդ թվում Նիկոլ Փաշինյանի իրավունքների մասին եք խոսել, օրինակ նաև նրան այցելել էիք հեղափոխության ժամանակահատվածում, երբ ինքը ձերբակալված մեկուսացված էր ըստ էության, եւ դրա հետ կապված ինչ կարող եք ասել, արդյոք դուք նաև ձեր մեղքի բաժինը չունեք, եւ այստեղ խոսեցին հարցումների հետ կապված, մենք էլ հարցախույզեր իրականացնում ենք պարբերաբար, վերջին հարցախույզի ընթացքում ձեր անունը եւս որպես վարչապետի թեկնածու տվողներ եղել են, բայց մեկնաբանություններում օրինակ շատերը գրել էին, որ ասեք Սերժ Սարգսյան եք ընտրում։ Հիմա նաև ձեր դեմ աշխատող հիմնական թեզերից մեկը նա է, որ դուք կապված եք երրորդ նախագահի հետ։ Եվ ընդ որում ուզում եմ ասել, որ այդ թեզը ոչ միայն իշխանության կողմից է հրապարակ նետվում, այլ նաև ընդդիմադիրների, աջակիցների կողմից այս հարցերի հետ կապված ինչ կարող եք ասել։ Խաղաղության պայմանագիրը։ Այո, ես կստորագրեմ խաղաղության պայմանագիրը։ Պատասխանատու հայտարարում եմ։ Ադրբեջանի նախագահը առաջինը թող ստորագրի, երկրորդը միանգամից ես կստորագրեմ։ Այս տեսքով, որ տեսքով որ բանակցվել է։ Այս տեսքով խաղաղության պայմանագիրը, որ բանակցվել է, ես այդ տեսքով պայմանագիրը Ադրբեջանի նախագահը թող ստորագրի, երկրորդը միանգամից ես եմ ստորագրելու։ Բայց նորից եմ ասում, եկեք հասկանանք ինչ է այդ խաղաղության պայմանագիրը ապահովում է այդ կատարվում է թե չէ։ Նախաստորագրված վիճակում էլ կետ չի մնացել, որ չխախտվի։ Ընդ որում ամենահիմնարար ձևով։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխաններ ստանան։ Արցախի հետ կապված։ Մենք բարձրացնում ենք Արցախի վերադարձի հարց չենք բարձրացնում։ Դա մեր օրակարգում չէ։ Մեր օրակարգում է Արցախահայերի
վերադարձի հարց, որպես հումանիտար խնդիր, որպես մարդու իրավունքների պաշտպանության հարց։ Արցախի մեր հայրենակիցները ունեն միջազգայինորեն երաշխավորված իրավունք, գործող իրավունք, եւ ես դա չեմ հնարում, գիտեք, գոյություն ունի Արդարադատության միջազգային դատարանի հանձնարարական 2023 թվականի նոյեմբերի 17-ի, որտեղ ոչ միայն ճանաչվում է արցախցիների վերադարձի իրավունքը, այլ Ադրբեջանին հանձնարարվում է ապահովել հնարավորինս արագ, անվտանգ, կամավոր վերադարձը, անխոչնդոտ վերադարձը։ Միավորված ազգերի կազմակերպության 40 պետություններ այդ նույն տարվա հոկտեմբերին հայտարարություն են արել, որով ճանաչել են արցախցիների վերադարձի իրավունքը, ԱԳՆ-ներ տարբեր պետությունների։ Հələ դու մի հատ տեսեք, Հայաստանն էլ իր ստորագրությունը դրել է ախր։ Հայաստանն էլ ախր դիմել է Արդարադատության միջազգային դատարան, որ արցախցիների վերադարձը նաև արձանագրել է, որ ապահովել։ Արցախի այնպես որ սա մեր օրակարգ է, հստակ է սա մեր օրակարգի անբաժան մաս է։ Արցախը հայկական ինքնության անբաժան մաս է։ Ավելին մենք արձանագրում ենք, որ արցախցիների հետ կապված երկու հիմնական ուղղությամբ ենք աշխատելու, արցախցիների իրավունքներ Հայաստանում, արժանապատիվ կյանք, արժանապատիվ ներգրավում բոլոր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում քաղաքական եւ վերադարձի հարց, արցախցիների վերադարձի որպես հումանիտար մարդու իրավունքների հարց։ Արցախցիները ունեն հիշողության, պատմական հիշողության իրավունք։ Արցախում մեր իշխանության գալուց հետո Հայաստանում անմիջապես բացվելու է Երևանում Արցախի հարցերով թանգարան։ Մենք ստեղծելու ենք անմիջապես հատուկ գերատեսչություն Արցախի եւ բռնի տեղահանվածների իրավունքների հարցերով։ Մենք անմիջապես վերացնելու ենք Հայաստանի կառավարության այն ակտերը, որոնցով թույլ չտվեցին, չճանաչեցին Արցախի մեր հայրենակիցներին Հայաստանի քաղաքացիներ, եւ հիմա պարտադրում են, որ մարդիկ գնան, չարչարվեն, անձնագրեր վերցնեն, զրկանքներ կրեն։ Եվ սա հստակ մեր օրակարգն է։ Մյուսը, երբ մարդու իրավունքների պաշտպանն էի, ես այցելել եմ Նիկոլ Փաշինյանին, ՁՊՎ-ում այցելել եմ, դրա մասին հրապարակային հայտարարություն է եղել, ոչ միայն նրան եմ այցելել, այսօր շատ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, բոլորին էլ այցելել եմ, որովհետև դա իմ աշխատանքն էր։ Հիմա էլ որևէ մեկի իրավունքները որ կխախտվի, դա իմ ուշադրության ներքո գտնվող հարց է, բայց այն ժամանակ առավել ես մանդատ ունեի։ Եվ ես առավելագույն սահմաններում իրականացրել եմ մարդու իրավունքների պաշտպանի իմ առաքելությունը անկախ, անկաշկանդ, իմ սկզբունքներին հավատարիմ։ Նույնը հիմա եմ ես անում եւ անելու եմ նաեւ արդարության սկզբունքով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։ Մյուս հարցը վերաբերում էր երրորդ նախագահի հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապելն։ Գիտեք, դուք ճիշտ ասեցիք։ Ընդդիմադիր, այսպես ասեմ, նախկին պաշտոնաթող նախագահների թիմերը եւ բացահայտ, եւ նաեւ լուրջ սպասելով բամբասանքներ տարբեր հերյուրանքներ տարածելով մեր մասին, սպասելով թե երբ ենք պարտվելու, դա այնքան շատ է տարածվում, ես ինձ մեկ հարց եմ տալիս, ասում եմ, ԿՊ-ին ինչ է մնում անելու, որ դեռ ամեն ինչ անում են, էլի։ Բայց սա ինչի է արվում, ժողովուրդ ջան, եկեք մի հատ պատճառները հասկանանք։ Ես այս ամբողջ ընթացքում ոչ թե ինչ որ նեղացել եմ, փորձել եմ sense փակվել, չէ, մի հատ այ մարդ ամեն անգամ մտածում, լավ, եկեք հələ պատճառները հասկանանք, էլի, խնդիրները որոնք են։ Պատճառը բա այն չի, որ օրինակ պաշտոնաթող նախագահների թիմերը նման բաների մասին տարածում, որտեղ նրանք էլ են ընտրական process-ի մասնակցում։ Բայց նրանք ընտրական process-ի մասնակցում են նրանց շնորհիվ Փաշինյանը վերարտադրվելու է նորից։ Որովհետև դա նրանք երաշխիք են Փաշինյանի վերարտադրման, նրանք Փաշինյանը սնվում է նրանցից։ Ես պատահական չբերեցի այդ վամպիրի օրինակը, վամպիրի պես չէ, տեսել ենք ֆիլմերում բոլորս։ Այդ այնց սնվում է, ամբողջը վերցնում ուժեղանում է եւ հետո գնում է մեր ժողովրդի ջանը։ Այս մեր երկրի անվտանգության համակարգն է ձախողվում, մեր բոլոր ավելի հետընթաց ենք ունենում։ Ես միշտ եմ եղել անկախ
Հիմա էլ եմ ասում, եղել եմ անկախ, այս հարցին ուզում եմ շատ հստակ պատասխան տամ, հանկարծ որևէ մեկը չմտածի, որ ես խոհսափում եմ։ Ես երբեք չեմ աշխատել հանրապետության ղեկավարներից որևէ մեկի հրամանով։ Ես երբեք չեմ եղել հանրապետության որևէ ղեկավարներից որևէ մեկի կուսակցության ներքո։ Սա ինձ մշտապես պահել է անկախ։ Ես երբեք ֆինանսական կախվածություն չեմ ունեցել, հիմա էլ չունեմ հանրապետության որևէ ղեկավարից։ Սա շատ հստակ եմ ուզում նշել եւ սա ես միշտ եմ նշում մեր ժողովրդին, երբ հանդիպումների եմ լինում եւ ուզում եմ հիմա էլ հրապարակային նշեմ, որ որևէ մեկը չփորձի հանկարծ մեզ արատավորի եւ թույլ չտա, որպեսզի մեր ծրագրերը մենք կարողանանք իրականացնել, որը մենք որևէ կերպ թույլ չենք տա։ Իսկ հետաքրքիր է Փաշինյանի հետ ինչի չեմ փորձում կապել, որովհետեւ օրինակ խորհրդարանով դուք մարդու իրավունքների պաշտպան եք։ Դե ասում եմ, եթե ինձ կապեին հենապետի Փաշինյանի հետ կապեն, էլի, ինքը ինձ ընտրել է, 2016-ին էլ հայտարարել է, որ ընտրում է հրապարակային։ Ամբողջ ֆրակցիայով։ Իրենք ամբողջ, այդ չեմ հիշում, բայց 90 հիշում եմ, որ 97 падգամավոր կարծեմ ողջ ընդդիմադիրներից բավական շատ ընտրեցին եւ դա ինձ անկախ էր պահում։ Դա կարեւոր էր։ Այդ թվում ես ասեմ ձեզ, այդ ընտրությունը կարեւոր էր, որովհետեւ ընդդիմադիրների, որտեւ մարդու իրավունքների պաշտպանի անկախության համար եւ անկաշկատ գործելու շատ կարեւոր է, որ դու ունենաս ոչ միայն իշխանությունից ձայներ, այլ նաեւ ընդդիմությունից, որ նա քեզ հետ չունենա ակնկալիքներ, ասի, այ ընտրել եմ, դե հիմա արի իմ համար պետք է աշխատես, այսպես ասած, իսկ ինչ վերաբերում է նրա հետ կապելուն, այո, ես էլ եմ հանկեղծ ասած, ասում եմ, հետարքիր է, ինչի չեն կապում իր հետ, բայց երևի կապում էլ է, ով գիտե, այնքան բան են արդեն ասում։ Դեռ չենք հանդիպել, դեռ այդպիսի մեկնաբանությունների չենք հանդիպել։ Երևի ինչ որ մեկը մտածում է արդեն, չգիտեմ, այս ձեր հարցից հետո, բայց ասեմ ձեզ, գիտեք, ինձ վրա այս ամենը չի ազդում։ Անձնապես, եթե որևէ մեկը մտածում է, որ այսպես լուրեր տարածելով կեղծիքներ իմ վրա ազդեցություն կունենա, ես այդ մարդը չեմ։ Իմ վրա նման բաները չեն ազդում։ Դուք շատ հստակ նաև այս առումով իմ արձանագրումները ես ասացի, ինձ թվում է այս հարցը այսքանով այսօր ամեն դեպքում փակված համարել։ Ես ներողություն եմ խնդրում, եւս մի հարց ընդհանրացնելու համար նաև իմ ամբողջ հարցերը, երբ օրինակ ձեր ռեյտինգը բավականին բարձր էր եւ շատերը ակնկալում էին ձեզ տեսնել որպես ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, այդպիսի քննարկումներ նաև կար, ի վերջո այդպիսի որոշում ընդհանուր չեղավ, ովքեր էին դեմ, դեմը առաջին նախագահներ, երկրորդ նախագահներ, այդ մասով գիտեք քննարկումներ են եղել, ովքեր էին այդ ժամանակահատվածում դեմ, այդ բուրըն հանրահավաքների ժամանակահատվածի մասին է խոսքը։ Եկեք այսպեսի մի բան ասեմ, էլի ես վարչապետի թեկնածու կամ այս քայլը անելը խաղոպար չի։ Սա շատ լուրջ հաշվարկված քայլ է, որ դու պետք է որոշում կայացնես, այդ որոշումների տերը լինես, հասկանաս ով է որոշում կայացնողը, քո քայլերը եւ այլն։ Բայց ես այսօր եկել եմ այստեղ քննարկելու իմ անելիքները, իմ ծրագիրը։ Այդ ամենը արդեն անցած գնացած է, ես չեմ ուզում դրան քննարկել, մենք չպետք է ապրենք անցյալում։ Այս համակարգը առանց այդ էլ մեզ պահում է անցյալում, ժողովուրդ ջան, մենք պետք է քննարկենք ապագա անելիքները։ Մենք շատ անելիքներ ունենք եւ ես իմ ծրագիրը ներկայացնելիս նորից ուզում եմ ընդգծել, մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն եւ արդար երկիր։ Դրա արդյունքում մենք ունենանք դրա հետ կապված խաղաղություն, ուժ եւ արդարություն։ Սրանք մեր գլխավոր երաշխիքներն են եւ ես շարունակելու եմ խոսել այն լուծումներից, որոնք մենք նախատեսում ենք իրագործել։ Շնորհակալություն։ Ներողություն չարաշահելու համար, հա, շատ հարցերի համար, բայց հարցեր են անդադ առաջանում, պարոն Թաթյան, որ գաք իշխանության նախկիններին գնահատական տալու եք, թե չէ, այսինքն բանտեր եք լցնելու, չգիտեմ, վենդետաներ եք անելու, գնահատական լինելու է, թե չէ, այդ թվում Փաշինյանը։ Նախ գնահատականներ, ինձ թվում է այս ամբողջը գնահատականներ են, հստակ տրված են, ինչ վերաբերում է բանտեր, գիտեք, ես ինձ պատկերացնում եմ միայն ժողովրդավարական պետության ղեկավար, որտեղ իրավունքի գերակայությունը ամենակարևոր արժեքներից է։ Իսկ այդպիսի երկրում վարչապետը բանտեր լցնելու հետ որևէ կապ չունի։ Եվ ինչ առնչություն ունեմ ես դրա հետ։ Դրա համար եմ ես ասում, որ
պետք է երկրում զարգանան ինստիտուտներ, դատական համակարգ, ապա մարմիններ, ցանկացած ինստիտուտ, որը կախված չլինի որևէ մեկի կամայական հայեցողությունից։ Ինչպես որ մենք այսօր ունենք, անձնիշ, ես հասկանում եմ, դուք հարցը տալիս եք այսօրվա փորձը հաշվի առնելով, այսօրվա կառավարության ղեկավարի նման քայլերը։ Դա նրանից է, որ մենք ունենք անձնիշխանություն եւ կուսակցապետություն։ Ու մենք միշտ ենք ունեցել կուսակցապետություն եւ անձնիշխանություն։ Պարզապես այսօր Փաշինյանը ավելի կատարելագործված է անում դա եւ ավելի սաստիկ ձևերով է դա անում։ Անձնիշխանությունն ու կուսակցապետությունը պետք է վերանան եւ պետք է լինի ինստիտուտներ եւ ինստիտուտների աշխատանքով միայն պետք է որոշվի մեր երկրի զարգացումը։ Շնորհակալություն, եթե հարցեր չկան, շնորհակալություն, որ եկել եք, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն։